ողջունում եմ այս քննարկման կազմակերպումը, այլընտրանքային նախագծեր խումբը մշտապես արդյունավետ եւ արդիական քննարկումներ է կազմակերպում եւ Հայաստանում դրա անհրաժեշտությունը կա։ Ինչ վերաբերում է թեմային, մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի օրվա իշխանությունը դարձել է ճակերտավոր խաղաղության, վախի եւ ժամանակավոր եւ մեկ մարդու կմահաճույքից կախված հրադադարի վաճառական։ Նրանք փորձում են վախի եւ ճակերտավոր այդ խաղաղության միջոցով վերարտադրվել, որից հետո շարունակելու են բավարարել թուրք-ադրբեջանական նախապայմանները, քանի որ դա է իրենց աթոռին մնալու կամ կաշին փրկելու հնարավորությունը։ Այս իշխանությունը վախենում է Սաակաշվիլու ճակատագրին արժանանալուց եւ դրա համար այդ վախից գործողությունների է դիմում, որը ամեն օր Հայաստանը մտցնում է նոր խնդիրների մեջ։ Մեր հասարակությանը մենք պետք է շատ պարզ եւ բաց ներկայացնենք, թե ինչ են նշանակում թուրք-ադրբեջանական նախապայմանները։ Նախ բանակցությունների մասին։ Սուտ է այն պնդումը, որ հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններ են տեղի ունենում։ Իրականում կա միջնորդ, դա Թուրքիան է, եւ կա պահանջներ թելադրող, դա Ադրբեջանն է։ Հայաստանը այդ հարաբերություններում օբյեկտիվ դեր է կատարում, այսինքն ընդհանրապես բավարարում է թուրք-ադրբեջանական նախապայմանները։ Որոնք են այդ նախապայմանները։ Սկզբում մի քիչ կետերով, այսպես երկար կթվարկեմ, հետո շատ ավելի կարճ ձևակերպում կտամ դրան։ Ուրեմն կային նախապայմաններ, որոնք Թուրքիան ու Ադրբեջանը արդեն ստացել են, բավարարվել են նրանց ուզածը, դա Արցախի ամբողջական կլանումն է, որը տեղի է ունեցել պաշտոնապես 22 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ որ Արցախը դավադրաբար ճանաչվեց Ադրբեջանի մաս։ Դրան արդեն հաջորդեց Զանգեզուրի միջանցքի պահանջը, բայց սա ամենը չէ։ Հայ ժողովուրդը պետք է իմանա, որ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները հետևյալ բովանդակություն ունեն։ Առաջին երկրորդ կետերը կապ չունեն դրանց հերթականության։ Ես ուղղակի թվարկելու եմ։ Առաջին հայկական ատոմակայանի փակում։ Երկրորդ Հայաստանի դուրսբերում հապկից եւ ընդհանրապես զրկում դաշնակիցներից։ Երրորդ 102-րդ ռուսական ռազմաբազայի հեռացում Գյումրիից։ Չորրորդ Զանգեզուրի միջանցք։ Հինգերորդ ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում։ 6-րդ Հայաստանի հանքերի փակում։ 7-րդ հայկական ինքնությունից հրաժարում, որի դրսևորումներից մեկն է նաև եկեղեցու դեմ արշավը։ 7-րդ ռազմատուգանք, քանի որ եթե Հայաստանը պաշտոնապես ընկալում է, որ Ադրբեջանում ապօրինի գործունեություն է իրականացվել զինված ուժերի կողմից, ապա Ադրբեջանը, այսպես ասած, լեգիտիմ իրավունք է ստանում ռազմատուգանք պահանջել։ 8-րդ Հայաստանի պետական կառավարման համակարգի եւ մասնավորապես սահմանադրության փոփոխություն, որտեղ հրաժարվում ենք ամբողջությամբ երրորդ հանրապետության ստեղծման հիմքերից։ Եթե այսպես շարքը շարունակենք, ավելի կարճ կարելի է ձևակերպել, որ մեզ առաջարկում են արևմտյան Ադրբեջան։ Սա քողածածկվում է խաղաղության անվան տակ եւ արևմտյան Ադրբեջանը այն ծրագրային հենքն է, որով հարաբերվում են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի միջնորդությամբ։ Դրա համար Թուրքիայի արտգործնախարարը ուղիղ եւ անթաքույց հայտարարում է, որ պաշտպանում է Հայաստանի օրվա իշխանությանը։ Այս մեսիջը, որը Ֆիդանը հնչեցրեց, ուղղված էր Ամերիկային եւ Ռուսաստանին, եւ մասնավորապես դա նշանակում էր, որ երբ որ Տրամպը հայտարարում է, որ Հարավային Կովկասը Պուտինի կամ Ռուսաստանի ազդեցության տարածքն է, Թուրքիան ասում է, որ պետք չէ այդպիսի հայտարարություններ անել, Հայաստանի իշխանությունը ամբողջությամբ մեր գրպանում է եւ պետք չէ, այսպես ասած, դիվիդենդներ տալ Ռուսաստանին, մենք ամբողջությամբ կկլանենք Հայաստանը։ Այս պայմաններում ո՞րն է մեր առաջարկը եւ ո՞րն է մեր մոտեցումը։ Մենք պետք է արձանագրենք, որ Տրամպի ուղին որպես այդպեսին
դա թարգմանաբար իրականում Զանգեզուրի միջանցն է, որովհետև շահում է Ադրբեջանը, շահում է Թուրքիան, տնտեսապես միգուցե շահի նաև Միացյալ Նահանգները, բայց չի շահելու հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը։ Փորձում է շահել օրվա իշխանության պարագլուխը, որը դա ներկայացնում է որպես խաղաղություն եւ փորձում է այդ ճակերտարուն խաղաղությունը վաճառել հայ ժողովրդի վրա։ Իրական մոտեցումն այն է, որ մենք պետք է արձանագրենք, որ Տրամպի ուղով ոչ թե Հայաստանը ապաշրջափակվում է, այլ ընդհանրապես Թուրքիայի ու Ադրբեջանի համար անխոչնդոտ տարածք է հատկացվում։ Մենք դրական ենք գնահատում այն, որ Տրամպը ներգրաված է գործընթացների մեջ եւ ցանկանում է իրական խաղաղություն լինի, բայց նաեւ դրական ենք գնահատում այն անկեղծությունը, որը դրսևորում է Միացյալ Նահանգները, հայտարարելով, որ իրենք անվտանգության երաշխավոր չեն